Ես այդ ժամանակները, եթե իմ պատկերացումների մեջ պատկերացնում եմ, մենակ երևի կատոկ ա եղել, չէ՞, ասֆալտանոց ուրիշ տեխնիկա չի եղել։ Մի հատ կատոկ, մնացածը մեր ձեռքերն էին։ Բայց նույնիսկ մենք մեր ձեռքերով ավելի որակով ասֆալտ էինք փռում, քան Փաշինյանը իր գերմանական տեխնիկայով։ Հաջողությունների գրավականը շատ ծանր աշխատանքն է։ Ահավոր ծանր աշխատանք էր, ասֆալտ էինք փռում։ Ես ապրում էի Զեյթունի հանրակացարանում։ Դուք ձեր գյուղից ինչ եք ստացել, փոքրիկ Շվեյցարիա է։ Աշխարհում կոնկրետ գիտեն տաշիրը որտեղ է, ինչ է նշանակում։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Բարև Ալիկ ջան։ Ոնց եք։ Լավ, դու ոնց ես։ Շատ լավ, ուժեղ։ Պարոն Կարապետյան, այսօր մայիսի 1-ն է, աշխատավորների օրն է, շնորհավորում եմ ձեզ։ Եվ ես այսօր եկել եմ էլի իմ 5 հարցերով։ Ես գիտեմ, որ աշխատանքը ձեր կյանքում միշտ մեծ դեր է ունեցել, եւ դուք դեռ շատ վաղ տարիքից, երիտասարդ տարիներից մեծ գործունեություն եք ծավալել ու այս տարիների ընթացքում տասնյակ հազարավոր աշխատատեղեր եք ստեղծել։ Հարցս, ո՞րն է ձեր հաջողության գրավականը։ Առաջ երթին ես էլ եմ ուզում շնորհավորեմ մեր ժողովրդին մայիսի 1-ի տոնի կապակցությամբ։ Հաջողությունների գրավականը շատ ծանր աշխատանքն է։ Հայ եթե ասեմ, առաջ երթին 24 ժամ աշխատելու արդյունք է։ Սկզբնական շրջաներում նույնիսկ միգուցե ավելի շատ։ Համառությունն է։ Շատ կարևոր է գործից հասկանալը։ Պարոն Կարապետյան, ձեր ամենավառ հիշողությունը մայիսի 1-ի հետ կապված։ Դպրոցական երեխեք էինք, դրոշակներով դուրս էին գալիս գյուղերապարակ կամ լավ սովորող երեխեքին տանում էին տաշիր երապարակ, վսկապները կապած, երջանկություն էր բոլորի համար։ Շատ լավ, ես այդ օրերը չեմ հիշում։ Իմ հաջորդ բախտը չի բերել։ Հաջորդ հարցս, պարոն Կարապետյան, ինչ հետաքրքիր պատմություն մեզ կպատմեք ձեր այս տասնյակ տարիների աշխատանքային գործունեության հետ կապված։ Շատ հետաքրքիր պատմություններ կա, բայց ամենակարևորը կարողացանք անցնենք ու լավ անցնենք 90-ական թվականները, որտեղ ես այդ ժամանակ արդեն Փաշինյանի շատ սիրած Կալուգայում էի, իրոք ծանր ժամանակներ էր, այսինքն կենտանի մնալ չմնալու տարիներ էր, բայց մենք շատ պատվով անցանք, նորմալ անունով անցանք, դրանից հետո ամեն ինչը մի քիչ ավելի հեշտ էր, բայց դա մեծ փորձ տվեց մեզ։ Ես լավ գիտեմ, որ այդ տարիներին շատ բարդ է եղել հայկական անվանումը որևիցե կամպանիա հիմնել ու այդ տարիների ընթացքում դարձնել համաշխարհային բրենդ։ Ես մեկ հարցի մեջ թույլ տաք 2 հարց տամ։ Ինչպես եկաք որոշման, որ ձեր ընկերության անունը պետքա լինի Տաշիր, ու ինչպես կարողացաք այդ ծանր տարիներին Տաշիրը դարձնեք համաշխարհային բրենդ։ Դա շատ հետաքրքիր պատմություն է։ Երբ ես ուսանող էի, ասենք մեր շրջանը կոչվում էր Կալինինոյի շրջան, ու երբ դասախոսներ արդեն Երևանում սովորում էի, ինձ հարցնում էին որտեղից ես, ես որ ասում էի Կալինինոյի շրջանից, 90%-ը պատկերացում չունեին նույնիսկ այդ շրջանի մասին։ Ու ճիշտը որ ասեմ, դա ինձ ցավ էր պատճառում։ Միշտ շփոթում էին Կրասնասերսկ, տարբեր անուններ էին տալիս, ոչ մեկը, հիմնականում չէին կողմնորոշում, թե ես որտեղից եմ։ Դրա համար նույնիսկ այն ժամանակ այդ ցանկությունը մեջս կար, որ ամեն ինչ պետք է անեմ, որ մարդիկ կոնկրետ իմանան ես որտեղից եմ։ Հիմա արդեն շատ շատերը ու նույնիսկ աշխարհում կոնկրետ գիտեն Տաշիրը որտեղ է, ինչ է նշանակում ու ինչ տեսք ունի։
ու ինչ տեսք ունի։ Ձեր իսկ ջանքերով ձեր հայրական գյուղն էլ, քաղաքն էլ շատ ուժեղ տեսք ունի։ Ես անձամբ շատ հյուրեր եմ տարել այնտեղ ցույց տալու, թե դուք ձեր գյուղից ինչ եք ստացել, փոքրիկ Շվեյցարիա է։ Ես իմ ընկերներին էլ անգամ տենց շատ եմ տարել այնտեղ ման գալու։ Ու ամենահետաքրքիր մի հատ բան ասեմ, այն ժամանակ, երբ ուսանող էինք, ամենահարգի շրջանը Գավառն էր, Քյավառ էին այն ժամանակ ասում, Քյավառի ուսանողները հատուկ տեղ ունեին դասախոսների մոտ, որտեղ նրանք մի քիչ այնց առատաձեռն էին քյավառցիները, միշտ կարողանում էին զուգ մատակարարել դասախոսներին, քյավառցի լինելը լուրջ բրենդ էր այդ տարիներին, ու ամենայդեպս ինստիտուտներում հաստատ, դրա համար այդ ամեն ինչը տեսնելով, այդ երազանքը մեջս մտել էր, որ մենք էլ մի օր պետք է այսպես հարգված շրջան ունենանք։ Եվ վերջին հարցս, ո՞րն է եղել ձեր առաջին աշխատանքը։ Առաջի աշխատանքը, երբ ուսանող էի, իմ հորեղբայրները խոպանջիներ էին բոլորը։ Ու այսինքն 3 հորեղբայրս էլ խոպանջիներ էին, Տաշիրից բրիգադներ էին տանում։ Ու հիմնականում Օդեսայի եւ Կիրովոգրադի մարզերում ասֆալտի բրիգադներ էին տանում, ու շատ մեծ գործեր էին անում այն ժամանակ։ Ես եւ եղբայրս ամեն տարի ուսանող եղած ժամանակ, որպեսզի օգնենք ծնողներիս, ամառվա 3 ամիսը գնում էինք իրենց մոտ, շատ ծանր աշխատանք էր, ու ահավոր ծանր աշխատանք էր, ասֆալտ էինք փռում ձեռքով։ Հիմա ինչը որ տեխնիկան անում, մենք այն ժամանակ ձեռքով էինք այդ ամեն ինչը անում, գումար էինք վաստակում, ինչը որ բերում էի, կեսը տալիս էի ծնողներիս, կեսը հետս բերում էի, ես ապրում էի Զեյթունի հանրակացարանում եւ ամբողջ տարին կրտաթոշակն էլ ստանալով գումարած այս աշխատավարձը ամբողջ տարին ինձ լավ է զգում։ Շատ լավ, շատ հետաքրքիր պատմություն էր։ Շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար, պարոն Կարապետյան, ձեզ լավ օր։